ցավոք սրտի իմ երկու կողմն էլ Արևմտյան Հայաստանից են եւ հայրական կողմը եւ մայրական կողմից պապիկը բիթլիսեցիներ են եղել, շատ հուզիչ ու երկար պատմություն է իրենց պատմությունը, հորս կողմը կարսեցիներ են եղել, նույնիսկ հորս պապիկի եղբայրը կորել է ու հիմա տարիներ անց մենք գտնում ենք մեր բարեկամներին, այսպես որտեվ ազգանունը մի ճյուղ ունի, մենք իրար այդպես գտնում ենք, իսկ մորս հոր պատմությունը շատ հուզիչ պատմություն է, Բիթլիզից փախնելու ժամանակ, այդ արտագաղթի ժամանակ կորցրել է եղբորը եւ քրոջը, պապիկիս որդեգրել են Տաճկաստանում, հայ ընտանիք մեծացրել ու ինքը տեղեկություն չի ունեցել իր եղբորից ու քրոջից, շատ տարիներ անց, երբ պապիկս վերադարձել է Հայաստան, աշխատել է թատրոնում, հյուրախաղով մեկնել են Արտաշատ, ու ինքը միշտ հուզմունքով պատմում էր, ասում էր, երբ բեմ բարձրացա, դահլիճից մի սուր կանացի ձայն լսեցի, Լևոնս, ու կինը խանգարել է ներկայացումը վազելով բեմ, պարզվել է պապիկիս քույրն է, գտել են իրար, հետո ինչ-որ ծանոթներով, բարեկամներով նաև գտել են եղբորը, ով Թեհրանում էր ապրում, Իրանում։ Տարիների գաղթից ինչ են առհասարակ պատմել է դաժանությունից։ Ցավոք սրտի ես շատ փոքր եմ եղել, երբ պապիկս մահացել է, 88 թվականին մահացավ, ես այսպես հիշում եմ շատ ծվեն պատմություններ եմ հիշում պապիկիս պատմած պատմություններից, միայն են եմ հիշում, որ պատմում էր, որ ինքը վազելով եկել է իրանց տուն, մինչ տուն հասնելը տեսել է հարևանի ամբողջ ընտանիքը կախված ու արդեն ինքը 80-ն անց էր այդ ժամանակ պապիկս, պատմելուց հուզվում էր, փշաքաղվում, ասում էր, կարծես քամին էր իրենց մարմինները օրորում, իր մանկական հիշողությունների մեջ այդպես են եղել, հիմա ես որ հիշում եմ իրեն պատմելը, որ այդ գաղթի ճանապարհ, բոբիկ, սոված, ճանապարհին ինչ-որ բարի մարդիկ, որոնք փորձել են օգնել իրենց, մի անգամից իմ աչքի առաջ գալիս է 3 տարի առաջվա կատարվածը, Արցախի Կորնիձորի ճանապարհը, մեր քույրերի ու եղբայրների բոբիկ ոտքերը, ինձ թվում է իմ պապիկի պատմությունները ինձ դարձրել են այսպիսին։ Ինչ ես կարծում, հիմա պատմությունը դիտավորյալ են փորձում մոռացնել տալ։ Իհարկե դիտավորյալ են փորձում մոռացնել տալ, իսկ նրանք ովքեր ստիպում են հիշել մեզանից հետո եկող սերնդին, որտեղ մեր մեջ դա անհնար է կոտրելն ու մոռացնելը, որովհետև բացի նրանից, որ մենք թե դպրոցում, թե մեր ընտանիքներում լսել ենք այդ պատմությունները, դպրոցում անցել հայոց պատմության դասերին, նաև մենք այն սերունդն ենք եղել, ով նոր լսում է Եռագույն դրոշ երգը ու ինձ հիշեցի առաջին դասարանում։ Տարօրինակ էր, բայց մենք երգի դասերին սովորում էինք Եռագույն դրոշ, Գետաշեն, մենք անկախության սերունդն ենք, մեր սերնդին անհնար է կոտրել ու մոռացնել դա։ Իսկ այս նոր եկող սերնդին ամեն ինչ անում են, որպեսզի մոռանան, ջնջեն հայի պատմությունը, ջնջեն հայոց պատմությունը, ջնջեն ազգը, ջնջեն այն ամեն ինչ կապված է ազգայինի հետ։ Դե այդ դեպքում մենք շատ հեշտ կայլասեռնենք ուրիշ ազգերի հետ ու կմոռացվի հայը, որպես այդպիսին։ Շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ։